Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ քույրեր, ուր որալ կգտնվիք, թող Աստծո օրհնությունը հանգչի ձեր բոլորին վրա։ Աստծո շնորհքով պիտի շարունակենք մեր մեկնությունը առաջին Թեսաղոնիկեցված թուղթեն, ուրեմն եւ այս հատվածը, որ պիտի գարտանք այսօր, պիտի շարունակենք, ուրեմն գզուկատիբի մեր փրկին Հարության հետ Պողոսարակյալ Հարության նյութը գշոշափե առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ 13-րդ համարեն ուր որ գես թողեցինք այսօր պիտի շարունակենք այնպես որ փառք ունենք որ մեր փրկիչը ողջ է գլսե մեր աղոթները մեզ օգնության կհասնի եւ մանավանդ կհավատանք անոր բոլոր խոստումներուն որը սավ նաև որ ես շուտով պիտի կամ այո պիտի կա գրնակալ որտեղ ողջ է գաբրի այնպես որ արաքյալը այս նամակի մեջ 13-րդ համարեն սկսելով որ գսե չեն գուզեր եղբայրներ որ դքե դլակնչեցյալներուն վրայով որբեսի չդրտմիկ ինչպես ուրիշները գսե որոնք հույս չունին այս ուղղությամբ խոսած էինք Աստծո փառք ունենք, որ մեր հույսը Տեր Հիսուս Քրիստոս է։ Փառք ունենք այս հույսին համար, որ մեզի գդրվի, երբ Քրիստոսի գդարած փրկագործության հավատալով գտնունիկ զայն մեր փրկիչը մեր սրդի մեջ, որպես Տեր եւ Թագավոր։ Այնպես որ եւ այս պատճառով արաքյալը գսե, քանի որ այս հույսը ունենք նեղություններու մեջ գահամբերենք Հռոմայացիոց նամակի մեջ գսե ուրեմն 5:2-5 եթե գարտամ գսե որուն միջոցով ընդունեցինք հավատքով այս շնորհքի մոդենալնալ որուն մեջ գեցեր ենք եւ Աստուծո փառքին հուսովը գբարձինք եւ ոչ միայն այսքան հաբա նաեւ նեղություններու մեջ գբարձինք վասզի գիտենք թե նեղությունը համբերություն կգործե եւ համբերությունը փորձառություն ու փորձառությունը հույս Փառք ունենք այս հույսին համար երանելի այն մարդը որ հարուցյալ Քրիստոսի գհուսա ուրեմն 13-րդ համարեն պիտի շարունակենք որով 13-րդ համարի շուրջ բավական խոսած էինք ուրեմն 13-րդը գսե քանզի եթե գհավատանք թե Հիսուս մեռավ ու հարություն արավ նույնպես ալ Աստված նչեցյալները Հիսուսով պիտի բերե անոր հետ ինչպես որ վստահ գիտենք թե Հիսուս մեռավ եւ հարություն արավ նույնպես վստահ գիտենք որ ամեն ննչող հավատացյալ հարություն պիտի առնե անաբագանացու մարմինով եւ Հիսուսի հետ պիտի թագավորե Հիսուսի հարությունը քրիստոնեության մեջ հիմնական սյուներեն մեկն է Վերցուր հարության ճշմարտությունը քրիստոնեությունը պիտի դառնա մնացյալ գրողներու նման փիլիսոփայությունը որ չգրնար մարդուն հավիդյան իր ստեղծիչին հետ ըլլալու համար հույս ներշնչել Արաքյալներուն գդարած քարոզչության գորիզը Հիսուսի հարություններ եւ է ներգայացալ ճշմարիտ հավատացյալներ շարունակ կխոսին Քրիստոսի հարությունը Արաքյալներուն բռնեցին սպարդացին սակայն անոնք շարունակեցին կորց 4-րդ գլուխ 9-10 այսպես գսեմ Եթե մենք այսօր դգար մարդումը եղած բարիքին համար կքննվենք թե ինչ միջոցով անիկա բժշկվեցավ հայտնի ըլլացեզ ամենուտ ու բոլոր Իսրայելի ժողովրդին որ նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունովը զորթուք խաչեցիք եւ զոր Աստված մերելներեն հարուց ահա անով ասիգա ծեր արչեւ բժշկված գեցեր է Հարությունը գահստադե Տեր Հիսուսի գդարած փրկագործության ամփոխացումը ինչպես գսե Արաքյալը գսե դարձյալ Հռոմայացիոց մեջ
հաբա մեզի համարալ անոնց պիտի սեպվի, որ գահավադանք անոր, որ մերելներ են հարուց ու մեր դեր Հիսուսը, որ մեր մանցակներուն համար մատնվեցավ և մեզ արդարացնելու համար հարություն արավ։ Աստուծո գողմե եղած բոլոր հայտնություններուն ճշմարիտ ըլլալը վերջնականաբես գնքվեցավ Քրիստոսի հարությամբ։ Արաքյալը հոս որ գարտացինք Թեսաղոնիկեի մեջ գսե Հիսուսի համար մերավ գսե Հիսուսի համար, իսկ հավատացյալներուն համար ննչեց գսե։ Ինչու համար արդյոք? Որովհետև մարմնացյալ Հիսուս խաչին մահովը մերավ, ան արդար Աստուծո գողմե մեր փոխարենը դադարեցավ, որպես մեղավոր ու խաչին վրա մերավ։ Ներկայիս հավատացյալը բարձրապես գննչե, որովհետև Տեր Հիսուս իր մեռնելով մահվան հաղթեց։ Այս պատճառով մենք չենք մեռնիր։ Մահը իշխանություն չունի մեր վրա, այսինքն մեր անմահ հոգին չգրնար Աստուծմե բաժնել, հեռացնել։ Երբ մահ գսենք, չենք հասկանար հոգին մարմինեն բաժնվիլը միայն, այլ կհասկանանք այդ բաժանումեն ետքը հոգին հավիտենաբես բաժնել Աստուծմե, հեռացնել Աստուծմե։ Այս բաժանումը Աստվածաշունչը կգոչե երկրորդ մահ։ Եթե գարտանք Հայտնության գիրքին 20-րդ գլուխին 12-15-ը հոն գսե. «Եվ տեսա բզդիկ ու մեծ մերելները, որոնք Աստուծո առջև գայնած էին, ու քիրքերը բացվեցան, եւ ուրիշ քիրք մը բացվեցավ, այսինքն գենաց քիրքը, եւ քիրքերու մեջ գրվածներեն մերելները թատվեցան իրենց գործերուն հայմատ, եւ ծովը իր մեջի մերելները դվավ, ու մահը եւ թժողքը իրենց մեջի մերելները դվին, ու ամեն մեկը իրենց գործերուն հայմատ թատվեցան, եւ մահը ու թժողքը գրագե լիջի մեջ ցկվեցան։ Ասիգա է երկրորդ մահը։ Ասիգա է երկրորդ մահ, հավիտենաբես, վերջնականաբես Աստուծմե բաժնվիլ։ Եվ ով որ գենաց քիրքի մեջ գրված չգտնվեցավ, գրագի լիջի մեջ ցկվեցավ։ Ինչու համար մահը կարող չէ հավատացյալին հոգին առնե ուզայն Աստուծմե հավիտենաբես բաժնե հեռացնե։ Որովհետև հոն այդ հոգի մեջ Քրիստոս գաբրի ու գթակավոր է, որը ջամփան ճշմարտությունը եւ կյանքը։ Կարելի չէ մահը կյանքի մոտենա։ Բողոս ամենայն վստահությամբ մահվան ասպարեզ գգարտասելով ուր է ով մա քուխայթոցը առաջին Կորինթացիս 15-րդ գլուխի մեջ գգարտանք։ Հավատացյալը երբ իր աչքերը գփագե այս աշխարհին, մահը երկինքի թուրը բացող ծարամը գտարնա միայն։ Մեր մեկնած համարի մեջ բացահայտ է հարության ճշմարտությունը ոչ թե միայն Հիսուսի, հաբա նաև Հիսուսի հավատացողներուն համար, մեզի որպես քրիստոնյաներ եւ անոր գահավատա Քրիստոսի։ Գարշի է նշմարել Արաքյալին խոսքը, որ գսե Հիսուսով պիտի բերե, այդպես կարտացինք, գսե քանզի եթե գահավատանք թե Հիսուս մերավ եւ հարություն արավ, նույնպես ալ Աստված ննչեցյալները Հիսուսով պիտի բերե անոր հետ, Հիսուսով։ Հավատացյալը երկրի վրա ապրած ադեն Հիսուսի մեջ ըլլալով գաբրեր, Հիսուսով այդ կնշանակի, Հիսուսի մեջ ապրիլ։ Ուրեմն, երբ աչքերը փակեց այս աշխարհին եւ մարմինը հողին հանձնվեցավ, Հիսուս անոր մեջ էր, Հիսուսով անոր հոգին ուրեմն չի գրնար մահակալ եւ քրավել։ Անոր հավատացյալին հոգին վրա գտակավոր է Քրիստոս, որով ան Հիսուսով ապրեցավ եւ Հիսուսով ննչեց, այսինքն
Հիսուսի մեջ ապրեցավ այս երկրի վրա եւ Հիսուսի մեջ ննչեց մահը անգարելի է մոդենա անոր եւ հոգին առնե ու անտունտը փանդարգե ինչպես գներ Քրիստոսի առաջ Հիսուս բահմը նույնիսկ իրենները չծկեր մեր դերը Մարթային ասավ եւ ան ամենը որ գենթանի է ֆիզիկապես գաբրի այսինքն ու ինձի գահավադա հավիդյան բիդի չմերնի Հովաննու 11:26 Ինչը բիդի չմերնի հոգին որովհետև այդ հոգու մեջ Քրիստոս գթակավոր է Հիսուսի հավատալ անոր թակավորությունը սրդի մեջ ընդունիլ գենթատրե Հիսուսով անոր մեջ ապրիլ գենթատրե ու ոչ թե բարձաբես հավատալ անոր քոյության այսօր մարդոց մեծամասնությունը Հիսուսի քոյության գահավատա սակայն Հիսուսով Հիսուսի մեջ չաբրիր Հիսուսի քոյության ամեն մարդ գահավատա անոր գդարած հրաշներուն գահավատան անոր դված լավ ուսուցումներուն գահավատան ամեն մարդ գահավատա սատանան նույնիսկ գահավատա Հակոբոս Արաքյալ գսե իր նամակի մեջ 2:19 Թուն գահավատաս որ Աստված մեկ է այսինքն մեկ հատ Աստված կա աղեք կնես թևերնալ գահավատան եւ գսարսափին թևերնալ գահավատան այնպես որ հավատալ Հիսուսի մեջ ապրիլ եւ Հիսուսի մեջ աչքերը փակել գենթատրե Բողոս հարության նյութը լայն զավալի վրա գշոշապե գծեծե գխոսի գբացադրե նաեւ իր քրած առաջին գորընթացված նամակի մեջ գսե բայց հիմա Քրիստոս մերելներեն հարություն արած է ննչեցյալներուն առաջին բդուղը առաջ Քրիստոս Հետևաբար ինչու է որ Քրիստոս հարություն արավ նույնպես ալ Հիսուսով ննչողներ հարություն պիտի առնեն Հիսուսով վերստին կյանքի պիտի բերե այս անգամ անապագանացու մարմիններով Ինչպես անցյալին այսօր շատ երգահարցնեն ինչպես հարություն գարնեն Բողոս Արաքյալ կպատասխանե այս ուղղությամբ առաջին Կորինթացոց 15-րդ գլուխի մեջ Տերը գամի կալ ուրբաթ պիտի աշխատենք բացատրել այդ համարը Ասկայնով բավարարվենք եւ Աստծո փառք տանք մեր վայելած հույսին համար Այո երանելի այն մարդը որ Հիսուսով Հիսուսի մեջ գաբրի այս աշխարհի վրա ինչ ինք ողջ է Զայն ընդունած է սրդի մեջ եւ Հիսուսի մեջ իր աչքերը կփակե երանելի է ան գննչե եւ դերոջը գմիանա հավիդյան այս է մեր հույսը գաոթեն բոլորանուք որոնք զիս կընտրեն սակայն այս հույսը չունին հավիդենական կյանքի հույսը չունին վարգյան մարաջ հրավիրեն Տեր Հիսուս իրեն սրդի մեջ որովհետեւ ան է հույս դբողը ոչ համայնքը ոչ եկեղեցին ոչ մեկ գեղերական գրնա այս հույսը ներշնչել Մեր հույսը անցի վրա է, հարուցյալ Քրիստոսի վրա։ Եթե զայն ընդունի սրդիդ մեջ, այս հույսը պիտի ունենաս։ Եվ երբ մահը կա, հոգիդ առնելու պիտի տեսնե, որ Քրիստոս գթակավոր է հոն։ Անոր համար պիտի փախչի։ Եվ հրեշտակները պիտի կանքես, քու փրկիչիդ պիտի դանին։ Ինչ փառավոր միացում է այս հանդիպում մեր փրկչին հետ մինչև այն օրը Տերը մեզի մաստություն տա արթուն բահե ըսկաստ ըլլանք եւ բادرաստ զինք թիմավորելու թող Աստծո խաղաղությունը ծեր բոլորին հետ լա ամեն